դիրքորոշումը եւ ձեր շատ հարցերի պատասխան ես կոմակ ստանալ։ Այլ ներկայացրեցինք այս մեկ ամսվա ընթացքում աշխատանքային խմբերի կողմից գրանցված արդյունքները իրականում բավարար կամ այսպես ձևակերպենք նաև հայրություն բնակավայրերում մեր հայրենակիցները մեկ շնչին հաշվով 3 միլիոն դրամ գումարը չափը հնարավոր եղավ հասցնել 4 միլիոն դրամի եւ նաև այն դրական փոխությունները, որ գործընկերս ներկայացրեց։ Բայց խորհրդի դիրքորոշումը մենք համաձայնեցինք սոցիալական հարցերի մասով քննարկումներ ունենալ կառավարության հետ։ Նախապայմանը այն է, որ կենսական նշանակություն ունեցող սոցիալական խնդիրները պետք է լուծվեն եւ դիրքորոշումը հստակ է, որ մինչև արձակարությունը բնակարանով չապահովի մինչև բնակարանային ծրագիրը մատչելի չլինի մեր բոլոր հայրենակիցների համար, պետք է բնակարանի աջակցության ծրագիրը շարունակել։ Եվ այն ժամանակ վրանային պայքարի ժամանակ ասպես ձևակերպել, երբ որ ասում են մեկ ամիս, երկու ամիս, մենք կառավարության ասում ենք, որ խնդիրները բազմաթիվ են եւ ձեր կողմից այդ բաշխավորումները բազմաթիվ են եւ մեկ-երկու ամիսը բավարար չեն մտնելու։ Եվ մենք մեզ հավաստիացրեցին, որ երկու ամսում ենք այդ խնդիրները կարողանանք լուծել եւ ասեմ, որ արդյունքները ներկայացրեցին, բայց բանակցությունները շարունակվում են, այսինքն փակուղի չի մտել, բայց մենք ունենք հետևյալ խնդիր։ Մի ամսից հետո մեր հայրենակիցների զգալի հատվածը բախվելու է շատ ուշ խնդիրների առաջ, այսինքն նույն խնդիրները, որ բնակվածը չեն կարողանալու տալ եւ սոցիալական ծանր վիճակի առաջ են կանգնելու։ Եվ այդ առումով հստակ ունենք դիրքորոշում։ Այս արդյունքները բավարար են։ Մենք հունիսի 23-ին հայտարարել ենք պայքարի երկրորդումի մասին եւ նաեւ ասելու ենք ինչ ճանապարհով ենք պայքարել։ Այն հրապարակային հայտարարությունները, որ արել են, որ կառավարությունը դեպի խոստումը չկատարի, միանշանակ դժվար մեջ է, բայց եկեք մի բան հստակեցնենք, խորհուրդը կարող է հաջողություն հասնել, եթե մենք այս հարցերի շուրջ, ոչ միայն սոցիալական հարցերի շուրջ, արձակարության իրավունքների Արցախի հարցի շուրջ ունենանք լայն համախոհություն։ Այդ պատճառով մինչև հունիսի 23-ը մենք քննարկումներ ենք ունենալու մեր հայրենակիցների հետ, քննարկումներ ենք ունենալու այն միավորումների հետ, որոնք աջակցել են պաշտպանել են մեր օրակարգը, նաև այդ ժամկետում հանդիպումներ ենք ունենալու մարզերում մեր հայրենակիցների հետ, տեղում ունենալու ենք խորհրդի ներկայացուցիչները, որոնք եւ համակարգելու են խորհրդի աշխատանքները, թե իրազեկման տեղեկատվությունների մասով եւ այդ ամենի արդյունքում հունիսի 23-ին խորհուրդը հայտարարելու է իր գործողությունների մասին։ Այսինքն, եթե կարճ արտոկենք, համարում ենք, որ այս արդյունքները բավարար չեն, կրկին հավաստիացնում ենք այն հրապարակային հայտարարությունները, որ կատարել ենք, պատրաստում ենք վճռականություն ունենք մենք պայքարելու ենք, ուղղակի այս ժամանակահատվածը պետք է, որպեսզի համառությանը համաձայնեցնենք։ Բոլորս պետք է գիտակցենք, մեր հայրենակիցները պետք է գիտակցեն, որ խորհուրդը հնարավոր միակ տարբերակ հաջողություն հասնելու մեր համախոհվածությունից։ Եթե մենք հանրային աջակցություն չունենանք, լավ, ինչ հայտարարել եք, վաղվանից սկսենք, բոլոր շուրջ վարանում չենք հայտարարել։ Եթե մեր հայրենակիցները մենք օգին չնայեն, ընդհանրապես չենք կարողանում։ Եվ նաև շատ կարճ փորձեմ անդրադառնալ, շատ քննարկումներ եղան հրապարակային քննադատություններ եւ այլն, բայց մենք հանրահավաքից հետո մինչև այս 2-3 ամիս ամենևան ռեժիմով խորհրդի ներկայացուցիչները աշխատել են։ Նաև մարտի 29-ին հանրահավաք ունեցան, լսելի դարձնության մեր արձակարության խնդիրները բարձրացան։ Դրանից հետո մեկ ամիս ունեցան վրանային պայքար։ Այդ ընթացքում հասանք նրան, որ կառավարությունը չեղարկեց իրենց այդ նոր ծրագիրը երկու ամսով երկարացրեց։ Բազմաթիվ կազմակերպություններ, կուսակցություններ, միավորումներ տեսփրկում են Հայաստանում, պաշտպանեցին օրակարգը։ Ճնշման ներքո կառավարությունը գնաց քննարկումների եւ վերջնարարչում ամեն փուլում ասած իմաստն է, որ ամեն փուլում որոշակի արդյունք գրանցեցին։ Բայց դա լիարժեք կարող է լինի, եթե մենք եմ ասում Արցախի հարցը մենք համարում ենք, որ
համայնայնությամբ արժանապատվության հարցը։ Եվ դա մենք կարող հաջողությամբ այդ խնդիրները լուծել, երբ որ ունենանք այս հարցի շուրջ համախմբվածություն։ Պարոն Մարգարյան, նաև խորհուրդը նշել էր, որ մարզերում վարչական հանդիպումներ է ունենալու բնութագրված արտաքսների հետ, ապա ինչ աշխատանքներ են արվել մարզերում, ինչ խնդիրներ ունեն նրանք ձևակերպությունների մեջ։ Մենք հավաքագրել ենք բոլոր խնդիրները, բայց մարզային այցելությունները չեն կատարել։ Ես այսպես մեկնաբանեմ, այս ընթացքում նաև շատ էր քննարկում խորհրդի պասիվությունը։ Նաև հանրային շարժումը եւ պասիվությունը, ակտիվությունը կախված է ինչ պիտի անենք բողոքի ակցիաներ եւ այլն։ Մենք համաձայնել ենք կառուցողական քննարկումների, գնացել ենք քննարկումների։ Չենք կարող միաժամանակ նստենք բանակցությունների, փորձենք այդ միջավայրում քննարկել, լուծել հարցեր եւ միաժամանակ չգիտեմ, մարզերում հանդիպումներ ունենանք, ակցիաներ ունենանք եւ այլն։ Մենք հայտարարեցինք, որ հենց վաղվանից այդ հանդիպումները մարզային այցելությունները կանենք եւ տեղում անպայման կունենանք ներկայացուցիչներ, որոնք կհամակարգեն խորհրդի աշխատանքները եւ նաեւ այդ գործողությունների ժամանակ միասնական ձևով որպեսզի արձակագրությունը կարողանան կայանալ։ Շնորհակալություն։ Ինչպես է լուսնելու Սամվել Շահյանյանի հարցը, քանի որ նրա վրա կա ճնշում, պարբերաբար վիճակական կոմիտեն նրան կանչում, ինչ է նրան ինչ-որ մեկը փոխարինելու է եւ եթե այո կա համապատասխան տեխնոլոգիա։ Հարգելի բարեկամներ, իմ կարծիքով հնարավորություն ունենք այդ հարցը տանուկ եւ Սամվել Շահյանյանին եւ Արցախի ժողովի պատգամավորներին, ասենք մենք լիազորված չենք այդ հարցը պատասխանել։